Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 18-ին կմեկնի Կիպրոս, այցը կատարվում է Կիպրոսի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական հետախուզության ծառայության տնօրեն Տասոս Ցիոնիսի հրավերով։ Նախատեսվում են Արմեն Գրիգորյանի աշխատանքային հանդիպումները մի շարք պաշտոնյաների հետ։ Մասիս համայնքի ավականու այսօրվա արտահերթ նիստում միաձայն համայնքի ղեկավարը ընտրվել ընդդիմադիր Դավիթ Համբարձումյան դաշինք խմբակցության անդամ Նորայր Հակոբյանը։ Մինչ այս նա համայնքի ղեկավարի առաջին տեղակալն էր, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը թեկնածու չի առաջադրել։ Մասիսի արդեն նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը հոկտեմբերի 23-ին 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտվել։ Հոկտեմբերի 28-ին Երևան վերադառնալուն պես նա կալանավորվել է Զվարթնոց օդանավակայանում, այնուհետև Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից հայտարարել Մասիսի ավականու անդամ լիազորությունները դադարեցնելու մասին։ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է գործարար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարացնելու միջնորդությունը։ Կարապետյանն անազատության մեջ է 2025 թվականի հունիսի 18-ից։ Նա ձերբակալվել, ապա կալանավորվել է Նյուզեեմին տված հարցազրույցից հետո, որում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցուն եւ հոգեվորականներին թիրախավորելու մասին հարցին։ Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչի հատկանիշներով։ Դրանից հետո գործարարին նոր մեղադրանք է առաջադրվել հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու եւ փողերի լվացման հոդվածի հատկանիշներով։ Ամենայն հայոց Գարեգին II կաթողիկոսի եղբոր Գևորգ Ներսիսյանի ու եղբորորդու Համբարձում Ներսիսյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ այսօր ուղարկվել է դատարան։ Հայր ու որդի Ներսիսյանները կալանավորվել էին նոյեմբերի 3-ին Վաղարշապատ համայնքում նախընտրական քարոզչության իրականացմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Նրանք 1 ամսով կալանավորվել են։ 23-ամյա չեչենուհի Այշաթ Բայմուրադովայի սպանությունը կատարելու մեղադրանքով հետախուզում է հայտարարվել 2 անձի նկատմամբ։ Հոկտեմբերի 17-ից անհետ կորած համարվող Բայմուրադովայի դիակը հայտնաբերվել է Երևանում։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ սպանությունը կատարելու կասկածանքով 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։ Շաբաթներ շարունակ ռուս իրավապաշտպաններն ու Բայմուրադովայի ընկերները բարձրաձայնում էին, որ նա ընտանեկան բռնության պատճառով էր Չեչնիայից փախել ու ապաստանել Երևանում։ Իրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները Թեհրանի նկատմամբ հարգալից վերաբերմունքի պայմանով։ Գարդիանին այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նրա բնորոշմամբ դիվանագիտությունից փախել է ոչ թե Իրանը, այլ Ամերիկան ու Արևմուտքի երկրները, որոնք միշտ ձգտել են իրենց կամքը պարտադրել բանակցությունների ընթացքում։ Ըստ Արաղչիի դիվանագիտությունը դեռևս իրավունք ունի գոյություն ունենալ եւ մնում է վեճերի լուծման վերջնական գործիքը, բայց դրա չափանիշները, կանոններն ու սկզբունքները պետք է պահպանվեն։ Բանգլադեշի դատարանը մահապատժի է դատապարտել երկրի նախկին վարչապետ Շեյխ Հասինային 2024 թվականին զանգվածային անկարգությունների ճնշման ժամանակ մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար։ Դատավարությունն իրականացվել է Հասինայի բացակայության պայմաններում, նա երկրից փախչելուց հետո բնակվում է Հնդկաստանում։ Նախկին վարչապետը բազմիցս հայտարարել է, որ զանգվածային ցույցերի մասնակիցներին սպանելու հրաման ինքը չի տվել, պնդելով, որ այդ հրամանները տվել է Մուհամմադ Յունուսը, որը իր երկրից փախուստի դիմելուց հետո դարձել է ժամանակավոր կառավարության ղեկավար։ Ցույցերը ճնշելու ժամանակ Բանգլադեշում 1400 մարդ է սպանվել։ Հնդկաստանը մինչ օրս մերժել է 78-ամյա Շեյխ Հասինային արտահանձնելու պահանջները։